Ողջույն, եթերում ABC-ի լուրերի թողարկումն է, ես Գառն Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Ում է գոհացնում Թրիփը, որն է անվտանգության Փաշինյանական բանաձևն ու ինչ կամուրջներ են ուզում կառուցել հայ-թուրքական սահմանին, Փաշինյանը քննարկման է մասնակցել։ Ճոռոմ հայտարարություններով չի արվում, դա կրթություն է, դա աշխատանք է, եկեք աշխատենք։ Միրզոյան-Ռուբիո հանդիպում, գերիներ ու Թրամփի ուղի, Արարատ Միրզոյանի ասուլիսի առանցքային կետերը։ Ես ինքս 3 շերտ եմ տեսնում։ Գլխատում ու ողջակիզում և վիրավորական արտահայտություններ, Հայաստանում Իրանի դեսպանը խոսել է հարևան երկրում տեղի ունեցողի մասին։ Մի խումբ մարդիկ ու հնարավորություն ունեն եւ նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան նաեւ Իրանի դեսպանատան դիմաց շատ անհարգալից եւ վիրավորական արտահայտություններով հանդես գան։ Տեր Ասողիկը քննչական կոմիտեում է, ինչ մանրամասներ է հայտնի։ Խնդիրներ եւ $110 միլիոն վարկ, պարտադիր ապահովագրության հակառակ կողմը։ Թրիփի շինարարությունը դեռևս չսկսած, պաշտոնական Երևանը պատրաստվում է նոր շինարարություն սկսել հայ-թուրքական սահմանին։ Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ կկառուցվեն։ Նրա խոսքով առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, իսկ Կախուրիկում երասխում, մաքսային եւ սահմանային տերմինալներ։ Դեք կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան-Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ, իհարկե մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում, որտեղ ենք աշխատում Թրիփի հետ եւ որտեղ ենք աշխատում այլ գործընկերների հետ։ Իսկ անվտանգության վերաբերյալ Փաշինյանական բանաձևը շարունակում է մնալ նույնը։ Անվտանգության երաշխիքը բանակը չէ։ Երաշխիք է նախաստորագրված փաստաթուղթը, կառուցվող ճանապարհներն ու կամուրջները։ Թրամփի ուղին գոհացնում է Հայաստանին, Միացյալ Նահանգներին եւ երևի Ադրբեջանին, կարծում է Փաշինյանը։ Համենայն դեպս գործող իշխանության ղեկավարը լավ է տրամադրված այս հարցում։ Նա համոզված է, որ Թրիփը կանաչ լույս է վառում տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ Շատ մեծ եւ շատ կարեւոր անկյունակար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին, սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում եւ գիտեք նաեւ էլ եկեք արձանագրենք, մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով, քան ի սկզբանե կարող ենք ենթադրել։ Հրապարակել են Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը։ Փաստաթուղթը գերատեսչությունը ներկայացնում է Վաշինգտոնյան ձեռքբերումներն իրագործելուն միտված հերթական քայլ։ Հայտարարությունն ըստ էության բացատրում է, թե ինչպես պետք է գործի Թրիփ ծրագիրը։ Խոսքը Հայաստանի տարածքով նոր տարանցիկ ուղիների ստեղծման մասին է, որոնք պետք է աշխատեն առանց խոչընդոտների և միաժամանակ մի քանի տրանսպորտային ուղղություններով։ Այդ ճանապարհները պետք է կապեն Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ և Հայաստանը դարձնեն տրանսկասպյան առևտրային երթուղու կարևոր հանգույցներից մեկը։ Թրիփի միջոցով Հայաստանը ձգտում է ընդլայնել Հայաստանի դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց, ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում, ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման եւ առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ, ստեղծել կայուն եկամտային հոսքեր եւ գնման իրավունքներ Հայաստանի համար, ամրապնդել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը, ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։ Թրիփի միջոցով Միացյալ Նահանգներից ակնկալվող օգուտներն են նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար, տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր եւ հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ, Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների տարբերակներ, ապահովելով, որ մարդիկ եւ ապրանքները կարողանան տեղաշարժվել անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։ Արտաքին գերատեսչության ղեկավարն էլ ամփոփել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումը։ Օնլայն ասուլիսին Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռուբիոյի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, Թրիփ նախագծին ու Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի հարցին։ Ասուլիսին հետևել է իմ գործընկեր Անահիտ Սարգսյանը։
Արդեն համաձայնեցված, հրապարակված, շահեկան, սակայն ոչ վերջնական տարբերակ։ Այսպես բնորոշեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թրիփ իրականացման շրջանակ վերնագրով փաստաթուղթը։ Անցել են ընդամենը 5 ամիս եւ մենք ամերիկյան կողմի հետ ուրեմն բանակցություններում հաջողել ենք արդեն շատ ավելի մանրամասն անդրադառնալ պայմաններին, չգիտեմ, հիմնադրման ուրեմն ձևին, բաժնեմասերին, կրկին սկզբունքներին եւ այլն։ Արտաքին գործերի նախարարի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի քննարկման հիմնական նպատակը եղել է թրիփ նախաձեռնության կյանքի կոչումը։ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ շեշտեց. կարևորվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականության լիակատար պահպանումը։ Այն, ինչ մեզ հանրային հնչողության առումով հետաքրքիր է, մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է։ Թրիփը կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպիան առևտրային երթուղում միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Թրիփը նախարարի ձևակերպմամբ ոչ թե լոկալ տրանսպորտային հանգույց է, այլ տարածաշրջանային նախաձեռնություն։ Ինչ վերաբերում է նախագծի բովանդակությանը եւ ոգուն, ապա այստեղ առանձնանում են մի քանի կարևոր շերտեր։ Առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ թրիփի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ հաշվով մեզ համար թերևս ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է։ Նախագծի հիմնական ուղղությունները երկուսն են՝ Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք։ Միրզոյանը պարզաբանեց նաև front office, back office աշխատանքային մոդելի էությունը, ներկայացնելով ծառայությունների մատուցման մեխանիզմը։ Թրիփ ընկերության հետ պայմանագիր ունեցող մասնավոր օպերատորները կզբաղվեն front office-ի գործառույթներով։ Փաստաթղթերի նախնական հավաքագրում, տեղեկատվության եւ ուղեցույցների տրամադրում, առևտրի տարածման վճարների հավաքագրում եւ ուրեմն վճարումների մշակում։ Ընդ որում առանձին նշվում է, որ հարկերը Հայաստանի Հանրապետության, մաքսային տուրքերը, պարտադիր վճարները ուղղակիորեն հենց այդ փուլում միանգամից գանձվում են պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե համաձայն գործող օրենսդրության եւ հարկաբյուջետային ընթացակարգերի։ Ներդրումներին անդրադառնալով արտաքին գործերի նախարարը նշեց, որ ԱՄՆ-ն նախատեսում է իրականացնել մեծածավալ ներդրումներ, մինչդեռ Հայաստանը կտրամադրի կառուցապատման իրավունքը։ Կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում, սակայն ըստ Միրզոյանի ենթակառուցվածքների շինարարությունը հնարավոր կլինի սկսել արդեն ամռան վերջին կամ աշնան սկզբին։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի թրիփ զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է թրիփ զարգացման ընկերության 74% բաժնեմասը, իրեն պահելով 26% բաժնեմասը։ Ասուլիսի ընթացքում ABC մեդիայի հարցին, թե գերիների մասին քննարկում եղել է արդյոք, Միրզոյանը պատասխանեց. Այո, քննարկվել է իմ եւ պետքարտուղարի միջև հանդիպմանը Ադրբեջանում պահվող նաեւ հայ անձանց հարցը։ Այսքանը։ Իսկ հարցին, թե թրիփը կարող է արդյոք վերածվել Հայաստանի նկատմամբ շանտաժի կամ ճնշման գործիքի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, արտաքին գործերի նախարարը պատասխանեց, որ նման ռիսկ չի տեսնում։ Անդրադարձ եղավ նաև Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությանը, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն ներկայացված է մի շարք ենթակառուցվածքներում, այդ թվում երկաթուղում, թրիփի իրագործմանը չի մասնակցի, սակայն դրա շարունակականության շրջանակում գործակցության տարբերակները չեն բացառվում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ պաշտոնական Երևանի խաղաղության մասին հայտարարությունների հակառակ կողմում Վարոդի տակառի վրա գտնվող տարածաշրջանն է։ Իրանում վիճակը շատ հեռու է հանգուցալուծումից։ Գարդիանը գրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ձեռնարկել շատ կոշտ միջոցներ, եթե Իրանի իշխանությունն այս շաբաթ մահապատժի ենթարկի կառավարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին։ Պարբերականը նշում է, որ կա մտավախություն, որ անցյալ շաբաթ ձերբակալված հազարավոր ցուցարարներից մեկը Էրֆան Սոլթանին հնարավոր է մահապատժի ենթարկվի նախորդ հինգշաբթի ձերբակալվելուց եւ դատապարտվելուց հետո։
Իրանում ազգային արժույթի արժեզրկման պատճառով բողոքի ցույցերի ընթացքում բեկումնային էր հունվարի 9-ից 10-ը, ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Ըստ դեսպանի ընթանում է գործընթաց, որի նպատակը սիրիական սցենարի կրկնությունն է Իրանում։ Այս ընթացքում 4 ոստիկանի են գլխատել, եղել են ոստիկանների ողջակիզման դեպքեր, կրակոցներ։ Բացի այդ, արդեն 6 օր է, ինչ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ու վիրավորական արտահայտություններ են հնչեցնում։ Շատերն էին սպասում, որ Իրանում անկայունություն ստեղծվի եւ նաեւ անջատողական որոշ ուժեր ակտիվանան։ Եվ այսպիսով Իրանը մասնատեն։ Սա այն գործընթացներ, այն process-ներ, որին հետամուտ էին լինում իսրայելցիները։ Սա այն գործընթացն է, որ ի սկզբանե պլանավորվել է։ Մի խումբ մարդիկ ու հնարավորություն ունեն եւ նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան նաեւ Իրանի դեսպանատան դիմաց շատ անհարգալից եւ վիրավորական արտահայտություններով հանդես գան։ Հայրասողիկը քննչական կոմիտեում է, նրան հարցաքննում են։ Սպուտնիկ Արմենիային հայտնել է նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանին հրավիրել են հարցաքննության։ Առավոտյան էր Տեր Ասողիկն իմ գործընկերոջն ասել էր, որ քննչական կոմիտեից հրավեր չի ստացել։ Իսկ քննչական կոմիտեն էլ հրաժարվել էր մեկնաբանել լուրը։ Եղանակային անբարենպաստ պայմանների մերկասառույցի պատճառով մայրաքաղաքի որոշ հատվածներում խցանումներ են եղել, որի հետևանքով հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ։ Երևանի ավտոբուս ՓԲ-ն հայտարարություն է տարածել։ Ընկերությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականon հունով։ Իսկ առողջապահության ոլորտում նոր բարեփոխումը նոր խնդիրներ է ստեղծել։ Հայաստանի առողջապահության համակարգում պարտադիր ապահովագրության ներդրումը քաղաքացիների համար դարձել է հարցերի եւ դժգոհությունների ալիք։ Տելեգրամյան չաթերում օրական տասնյակ հարցեր են հավաքվում։ Ինչ պայմաններով է աշխատում պետական ապահովագրությունը, ինչ սահմանափակումներ գոյություն ունեն քաղաքացիներին, ամենաշատ հուզող հարցերի պատասխանները փորձել է գտնել Անահիտ Սարգսյանը։ Առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող տելեգրամյան չաթ է ստեղծվել, որտեղ հարցերի տեղատարափ է։ Քաղաքացիներն ու բժշկական հաստատությունների աշխատակիցները փորձում են հասկանալ ինչպես, որտեղ եւ երբ։ Նույնն է, որ գնամ բանկ, աշխատողն իմ գործարքները թողնի ու րոպեն մեկ գնա մի իմացողի, շեֆին բան հարցնի գա, գրի ջնջի։ Ու ես նստած աղոթեմ, որ սխալ չանի, կամ սպան ու զինվորը իրար հետ զենք քանդել հավաքել սովորեն։ Սա ինչ իրարանցում է։ Հասկանում եմ ընտրություններ են, բայց նորից բժիշկների ստվերային ակտիվ մասնակցությամբ։ Հարգելի Տիկին Ավանեսյան, խնդրում են կարգավորել վերականգնողական բուժման ուղեգրի հարցը, քանի որ զինվորականների համար ամեն մի օրը շատ կարևոր է եւ չեն կարող ամեն անգամ չստացվող ուղեգրի համար ծառայությունից բացակայել։ Բարև ձեզ։ Եթե անձը գրանցված աշխատող է եւ վճարում է ապահովագրավճար, նաեւ ունի ԱՁ, որի նախորդ տարվա շրջանառությամբ պայմանավորված եւս համարվում է վճարող, ապա հետ վերադարձ կատարվում է, թե երկու պարագայում էլ վճարող է հանդիսանում։ Բարև ձեզ, խնդրում եմ բացատրեք, թե դժվարամատչելի հետազոտության ուղեգրելիս ինչու են պահանջում քաղված, քիչ են մեր գրագրությունները։ Եվ այսպես շարունակ։ Այս ֆոնին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած Zoom հանդիպումը հիվանդանոցային օղակի բժիշկների հետ նույնպես լիարժեք չի կայացել։ Շատերը չեն կարողացել միանալ, իսկ խոստացված տեսագրությունը մինչ օրս չեն ստացել։ Կառավարությունն այս ծրագիրը ներկայացնում է որպես երկարսպասված բարեփոխում, սակայն հրապարակված պայմաններն ու մեխանիզմները մի շարք լուրջ հարցեր են առաջացնում։ Անհատ ձեռներեցներ, մեկ անգամյա վճարում 12 ամսվա համար։ Խնդրահարույց է անհատ ձեռներեցների կարգավիճակը։ Եթե ԱԶ-ն ունի 2.400.001 դրամ եւ ավելի շրջանառություն, նա պարտավոր է մինչեւ 2026 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել հաշվետվություն եւ նույն պահին վճարել ապահովագրավճարը միանգամից ամբողջ տարվա համար։ Ավտոմատ փոխհատուցում առանց ընտրության իրավունքի։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն ապահովագրավճարի փոխհատուցումն իրականացվելու է ավտոմատ եղանակով։ Այսինքն քաղաքացին չունի ընտրության հնարավորություն ոչ ապահովագրողի, ոչ փաթեթի, ոչ էլ ծառայությունների ծավալի հարցում։ Միակ բացառությունը սոցիալական փաթեթի շահառուներն են, որոնք պետք է դիմում ներկայացնեն։ Մնացած քաղաքացիների համար համակարգը գործելու է լուռ համաձայնության սկզբունքով։
Գործազուրկները պարտավոր են վճարել։ Համակարգի առավել վիճահարույց կետերից մեկն այն է, որ ապահովագրության համակարգում ներառված քաղաքացու գործազուրկ դառնալը նրան չի ազատում վճարելու պարտավորությունից։ Ըստ գործող կանոնների, մեկ անգամ համակարգ մուտք գործելուց հետո անձը մնում է այնտեղ առնվազն 12 ամիս, անկախ իր ֆինանսական վիճակի փոփոխությունից։ Չես վճարում, զրկվում ես ծառայությունից։ Ապահովագրավճարը չվճարելու դեպքում որևէ այլ ընտրանքային մեխանիզմ չի առաջարկվում, պարզապես կասեցվում է ապահովագրական փաթեթը։ Այսինքն քաղաքացին վճարում է պարտադիր, բայց չվճարելու դեպքում զրկվում է նույն այդ պարտադիր ծառայությունից առանց սոցիալական բարձիկի։ Դեղերը տրվում են մասամբ։ Թեև ապահովագրության փաթեթը ներառում է դեղերի փոխհատուցում, սակայն ոչ ամբողջական։ Քաղաքացին ստիպված կլինի հավելավճար կատարել այն դեղերի համար, որոնք ամբողջությամբ չեն փոխհատուցվում։ Նշենք նաև, որ ապահովագրությամբ նախատեսված դեղերը տրամադրվում են միայն էլեկտրոնային դեղատոմսի հիման վրա եւ այն դեղատների կողմից, որոնք պայմանագիր ունեն ապահովագրության հիմնադրամի հետ, համեմատելով միջազգային փորձի հետ։ Եվրոպական մի շարք երկրներում պարտադիր առողջության ապահովագրությունը գործում է, սակայն հիմնականում մասնավոր ապահովագրողների միջոցով, մրցակցային միջավայրում։ Ամենահաջող օրինակներից մեկը Նիդերլանդներինն է, որտեղ ապահովագրությունը պարտադիր է, բայց իրականացվում է մասնավոր հատվածի միջոցով, նվազեցնելով ռիսկերի կենտրոնացումը պետության ձեռքում։ 2024 թվականի հունիսի 28-ին Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրին օժանդակող 110 միլիոն դոլարի վարկ, որը տրամադրվում է ոչ թե նախապես, այլ կոնկրետ արդյունքների դիմաց։ Ըստ քննադատների, եթե այս տարի պարտադիր ապահովագրության համակարգը չներդրվեր, կառավարությունը չէր ստանա այդ վարկը, որի վերադարձն ու սպասարկումը հետագայում իրականացվելու է քաղաքացիների հաշվին հարկային բեռի ավելացման միջոցով։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ ԱՄՆ նախագահի դեսպանոր Սթիվեն Ուիտքոֆը եւ նախագահի փեսան Ջարեդ Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Հիշեցնեմ, որ Ուիտքոֆը եւ Քուշները Պուտինի հետ Կրեմլում հանդիպել են դեկտեմբերի 2-ին։ Ուկրաինական կարգավորմանը նվիրված հանդիպումը տևել է մոտ 5 ժամ։ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոին խորհրդարանի անդամներին կաշառելու համար։ Խոզարկությունները մեծ PR-ի հնարք էին, որի նպատակն էր վերացնել մրցակիցներին, գրել է Տիմոշենկոն։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նորուղերձ է հղել իրանցի ցուցարարներին, կոչ անելով շարունակել բողոքի ցույցերը եւ տիրանալ պետական հաստատություններին։ Ես չեղարկել եմ բոլոր հանդիպումներն իրանցի պաշտոնյաների հետ, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է, գրել է նա։ Իսկ ավելի ուշ հայտարարել, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ օգնություն է նա ուղարկելու իրանցի ցուցարարներին։ Դանիայի եւ Գրենլանդիայի պաշտոնյաները շտապում են Սպիտակ տուն, Թրամփը կրկին սպառնում է գրավել երկիրը։ Այսօր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը կհանդիպեն Դանիայի եւ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել ռազմական ուժի կիրառմամբ կղզին գրավելու տարբերակը։ Արևմտյան անվտանգության համակարգի պաշտոնյայի համաձայն Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 3 միլիարդ դոլարի հրթիռներ Ուկրաինայում գրեթե 4 տարի տևած պատերազմում Ռուսաստանին օգնելու համար, գրում է Bloomberg-ը։ Թեհրանը նաև միլիոնավոր զինամթերք եւ հրետանային արկեր է ուղարկել Ռուսաստան։ 350 տրակտոր եւ գոմաղփով լիբեռնատարներ Փարիզում ֆերմերները բողոքի ցույց են անցկացնում ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք դեմ են Եվրամիության եւ Հարավային Ամերիկայի երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրին, որն ըստ նրանց կվնասի իրենց ապրուստին։ Ռուսաստանի ծննդատներից մեկում մահացել է 9 նորածին, դեպքը տեղի է ունեցել Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը Ամանորի օրերին։ Ողբերգության պատճառը բակտերիալ վարակն է եղել։ Կիևը մնացել է առանց էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման, որոշ սպառողներ արդեն 5 օր է առանց էլեկտրաէներգիայի են։ Սուպերմարկետները նույնպես շարունակում են փակ մնալ երկարատև անջատումների պատճառով։ Հավայան կղզիներում կրկին ժայթքել է Կիլաուեա հրաբուխը, լավայի արտանետած մոխրի բարձրությունը հասել է ավելի քան 250 մետրի։ Եվ վերջում ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն երաժշտական աշխարհի հսկաները՝ Անդրեա Բոչելի, Մարայա Քերի։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլանի Սան Սիրո մարզադաշտում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC լուրերի գլխավոր թողարկումը, տաղավարում կաշխատի գործընկեր Աննա Սարգսյանը։